Ատամների սրտսրտալը ինքը կարա լինի գանգատ։ Շատ ներողություն այդ արտահայտությանս համար ժողովրդական լեզվով եմ խոսում, քյավտարման են գալի։ Իմպլանտի թե մնացած բանի ընտրություն պիտի վստահես բժիշկն ասաց էսա, ուրեմն էսա։ Ատամն է, ասես մա տաբլիցովկա կպնում է ատամի վրա, կլեով կպնում է։ Շատ բաներից պետք է քեզ զրկես, որ ավելի երկար, ավելի առողջ, ավելի բան ապրես։ Միշտ ասեմ նյուժել մեքենայի ապահովությունը ավելի կարևոր է։ Հիգիենիստ մասնագիտությունը չկա, որը աշխարհում կա։ Փոքր վիրահատություն է ատամի հեռացումը, թե հիմա ոնց հեռացվեց, ինչ հեռացվեց։ Ողջույն սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բարեկամներ։ Նորից ամառվա ճռիկ շոքին դուք խմում եք սառը ջուր ու մտածում եք խիա ձեր ատամները սրտսրտում, հենց այդ հարցով էլ մենք հյուր ունենք այսօր բժիշկ ստոմատոլոգ Աչափնյակ Ստոմ կլինիկայի տնօրեն, հաղորդավար, շատ լավ ընկեր, շատ լավ մարդ Արտուր Մանուկյանը։ Արտուր ջան, բարև ձեզ։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ մերսի, առաջին դուք եք հրավիրել, հետո մենք պարամեջուտուշնի հրավերային։ Այդքան սպասեցիք, վերջը եկանք։ Մենք ես ձեզ ասել էի նոր տաղավար կտեղափոխվենք, կանչո որ ավելի սիրուն կարծինքայով ստանանք ամեն ինչը։ Սենց հարց խիա սառը ջուր խմելուց ատամները սրտսրտում էլի, սենց հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր հարց էր։ Տարբեր ձևեր, տարբեր պատճառներ կան իրականում այդ ամեն ինչի համար։ Վերջերս հենց իմ ընկերոջը բուժեցինք ատամները, փորձեցինք ներվերը չհեռացնենք եւ նույն բանը եղավ, այսինքն շատ ժամանակ երբ որ կոչվում է երկրորդային կարիես, պուլպիտ եւ այլն, այդ պատճառներով է լինում։ Հիմա կասեք էլի նույն բանն է ասում, բայց ամենակարևորը պրոֆիլակտիկան է, պետք է կանխարգելել, որպեսզի դրան չհասնի։ Առաջինը դա էմալի հաստությունը կարող է բարակի, այսպես ասած, ժողովրդական լեզվով եմ փորձում խոսել, որպեսզի քանի որ հասկանում եմ մեր աուդիտորիան մի քիչ ավելի բժշկությունից հեռու է։ Էմալը կարող է որպես այդպիսին բարակի եւ դրանից ավելի ներվը զգայուն լինի եւ իհարկե շատ այլ պատճառներով կարող լինի այդ ամեն ինչը։ Սենց հետաքրքիր հարց առաջացա, որ այսինքն ատամների սրտսրտալը ինքը կարա լինի գանգատ, որը արդեն իսկ ինչ որ ազդակա, որ պետքա ստոմատոլոգի մոտ գնալ։ Դա առաջի ազդակներից մեկը չի, դա երկրորդ, երրորդ ազդակներից մեկն է, սովորաբար պետքա ոչ միտեղ չցավա, բայց էլի գալ բժշկի անկախ ամեն ինչից, պրոֆիլակտիկան հենց դա է։ Ամենակարևորը ատամնակարի հեռացում, ատամնափարի հեռացում, մաքրում եւ այլն, դա է որպես այդպեսին առաջի նախապայմանը մեր ժողովրդի մեջ կա, չէ՞, դուք ինքներդ լավ գիտեք, միջև միտեղ չցավա, անպայման նոր ժամանակ գնում են։ Ատամնաբուժի մոտ եփես եղեք, հպարտանքան, չէ՞, մարդկանց տեսակ կա, որ հպարտանում է եւ կոմոդել են, չէ՞, գալի որ իսկ դες չէ կյանքում ստոմատոլոգի մոտ չեմ եղել, որ լավ բան է սարել։ Եգոր Գլումովը մեր շատ մտերիմ հարազատ մարդ են, ասում էր ես երբեք չեմ գնացել, ասում բայց դու մի անգամ փորձիր գնա, տես ինչ է կատարվում այնտեղ եւ նույնն էլ դա վերաբերում է բոլորին, անպայման չի, ու այլ չեմ ասում որ գաք իմպլանտ դնեք, ատամը հեռացնեք, սովորաբար ես վերջերս նույնպես ասում էի, այդքան ռուսա եկե Հայաստան եւ մտածում էինք որ մեր ստոմատոլոգիական ինդուստրիան պետք է հիմա բում ապրի, բավականին շատ պոտենցիալ պացիենտներ, բայց ով գալիս է որպես այդպեսին խնդիր չունի։ Զուտների համար որ հիգիենան պահպանվում է։ Հիգիենան կանխարգելում են, իրանք շատ բծախնդիր են իրենց առողջությանը, ի տարբերություն մեր հայերի, չէ, գիտեք, լավ այև հեռախոս, լավ մեքենա, չգիտեմ այն, բայց շատ ներողություն այդ արտահայտությանս համար ժողովրդական լեզվով եմ խոսում, քյավտարման են գալի։ Նույնն էլ դա վերաբերվում է ատամներին, պետք է ամենակարևորն է, ավելի շատ փող եք ծախսելու, ժողովուրդ ջան, ավելի շատ փող եք ծախսելու, քան թե գաք շատերը ասում են գամ քաշեմ իմպլանտներ կդնեմ եւ ոչ մի իմպլանտ ձեր ատամին չի փոխարինելու այդ մեկ, երկրորդ թե ցավերի մեջով եք անցնելու, կարծես թե երևի թե ես պետք է ինչ որ ձևով խթանեմ այդ ամեն ինչը, եկեք ես իմպլանտ ես դնեմ, բայց ոչ, շատ դեպքերում դա ավելի ցավոտ, ավելի թանկ է եւ այլն եւ այլն։ Ախր մեր հասարակության մեջ նաեւ մտածա որ հիգիենան դա օրը 1 կամ լավագույն դեպքում 2 անգամ ատամներ լվանալն է, ու Դա լավագույն դեպքում։ Դա լավագույն դեպքում, հա, ատամները եթե լվացինք, վերջ, դա հիգիենայի պահպանությունը։ Տոնորերին են լվանում, ինչ որ ցած վիճակ կա։ Իսկ ո՞րն է ճիշտ հիգիենան ատամների, էլի, պետք է եկեք հասկանանք, որ մենակ ատամ լվալը դա ատամների հիգիենա չի։ Նախ եւ առաջ պետք է նաեւ լնդերով զբաղվել, ամբողջ աշխարհով մեկ պարոդոնտոլոգ մասնագիտություն կա, որը հենց հիմնակարն է, որպես այդպեսին ատամների այդ ֆունդամենտն է, որ պահում է ատամը։ Պետք է լնդերով զբաղվել նույնպես, դա հատուկ քսուկներ
մազեր կան, հատուկ մազեր ողողման հեղուկներ կան։ Սննդի ռացիոնն է նույնպես շատ կարևոր, չգիտեմ, այնտեղ կան ծխելը, ինչու՞ չէ, նաև իմիջիալուց ամբողջ աշխարհով մեկ արդեն երևի դուք էլ գիտեք, որ ծխելը արդեն տրենդ է, ինչի՞ չնայած մեկ-մեկ ծխում ենք, բայց որպես այդպեսին դա նույնպես շատ վնասակար արդյունք է։ Տրենդը ինչի, ծխելը տրենդը ինչի, բայց նայում ես ամեն 13-14 տարեկանների խոդերը վեյփ, հա։ Հայաստանում։ Հա, Հայաստանում չէ, դուրսը ավելի շատ է։ Եվրոպայում, հա։ Տեսնում ես դուրսը ինչ որ վեյփերը, տարբեր տեսակի ինչ որ տաքացման համակարգերը ձեռման են գալիս, նիկոտինի ստացման աղբյուրը ծուխա, որ լցվում է բերանի խոռոչ, եւ այլն, էլի մեր բերանի խոռոչը նախատեսված չի դրա համար, չնայած մեր ընդհանուր ընկեր ստամատոլոգովն ասում էր աշխարհի ամենակեղտոտները այդ մարդու բերանն է։ Այո, ամենաշատ համաշխարհի ամենակեղտոտն է, բայց իմիջիալից այնտեղ ամենաշատ ամենահաջող ձևով է վերքը լավանում, օրինակի համար որ վիրահատում ենք, կարում ենք, նույն էլ քթի խոռոչն է, բայց դա որևիցե ձևով ձեզ այսպես ասած արխային սարքի, որ ասեք վիրահատենք շուտ կլավանա եւ ամեն ուտելուց հետո բերանը ողողում է։ Այո, ամեն ուտելուց իմի արդեն շատ ընդունված է այդ իրիգատոր սարքը, որ իրիգատորի միջոցով ջրի շիթյոմի միջոցով լվանում են ատամները, նույնպես շատ ընդունված է։ Ես իմիջիալից տեսել եմ նաեւ այնպիսի բծախնդիր կանայք են հիմնականում դրանք, որոնք պայուսակի մեջ դրած այդ իրիգատորը ինչ որ միտեղ հաց կերավ, մտավ տուալետ լվաց եւ այլ, շատ ընդունված է, ողողման հեղուկներ եւ այլ։ Այդ ողողման հեղուկներն ընտրելը պետքա կարևոր լինի, որովհետեւ ամենահայտնիներից մեկը, որ ես առնում եմ, լտարով որ սկսվում է, անտանելի վառում է բերանի խոռոչով։ Ես օրինակ երկար ժամանակ նորից հույս էի լինում այդպես բան օգտագործելուց։ Դա նույնիսկ թույլատրել վառել է, հեքսիլոկով որ ողողներ են կանում, նույնպես այդքան չի վառում, բայց լեզուն է տեղնացնում, չգիտեմ, տարբեր տեսակի հիմնականում ամբողջ աշխարհով մեկ ընդունված է այնպիսի դեղեր լինի, ինչպես ասում եմ դեղագործ ընկերը դեղը խմելու համար չի վաճառելու համար, բայց դա հումոր է իհարկե։ Այդ շատ հետաքրքիր բան կար, ուրեմն զավեշտալի դեպք պատմեմ, գեքսիլոկ ես բարբերաբար խլորգեքսիդին ուրեմն պետք է օգտագործեմ ստոմատիտա մոտս ինչ-որ մի բան ես պոպոկ որ ուտում սկսում եմ դուրս տալ այդպես էլի չի դիմացել կերել է որտեղ սիրում եմ տորթի մեջ ոնց որ լավ կերել է լեզվիս վրա այդպես բան էր տվել դու սեր տվես ստոմատոլոգս ասաց մաքրի մատ գեքսիլոկը ողողի ու պատվիրել եմ ապտեկաներից մեկում ու միամիտ պատվիրել եմ ոչ թե 0.12% անցել 1% գեքսիլոկը առավոտը զարթնեցի բացեցի ինձ դավոլ ու զարթնեցի իսկ կցող բերանս վառելի ասենք այդպես բան չկար նայում եմ ասում եմ արտաքին կիրառման համար նա այդպես մի օր այդպես կոնկրետ բերան բան չի կարող մոտել ֆլորգոքսիդինը կա գելեր ձևի կա կստացի նույն ձևի կարելի օգտագործել ձեռքերն են տենց ախտահարում եւ այլն այդ ամեն ինչը Ես գիտեք ինչ ծափեր է այս ծափերով ծնվում է Spin IDS agency նոր պրոյեկտը Spin Academy-ան դու օրինակ ուրոլոգ ես ու ամբողջ կյանք անում ես թլպատում կամ հաստոցաշինական գործարանում հաստոցի առաջ ես աշխատում ասում ես Տեր Աստված բայց ինձ պետք էր մի հատ նորմալ մասնագիտություն չկա որ ես ունենամ եկել է ժամանակը որ դու օրինակ Spin Academy-ում սովորես graphic design YouTube marketing YouTube producing կամ SMM ձեռք բերես նոր know-how մասնագիտություն հանձնես քննություն ստանաս սերտիֆիկատ line networking ձեռք բերես ու դրա հետ մեկտեղ ունենաս աշխատանքային պրակտիկա ու նաև աշխատանքի առաջարկ։ Տենում ես այս հեռախոսի համարը։ Այմա պաուզատուր, գրի, զանգի, արի Spin Academy ու սկսի քո կյանքի նոր ուղին։ Իսկ ես գնամ թլպատում անեմ, քանի Spin Academy-ից ինձ հետ չեն զանգի։ 4-ից սպիսք են գցի արա, չգիտեմ։ Արթուր ջան, երկար տարիներ, 3 տարուց ավել վարել եք հաղորդում բժշկական Երկիր մեդիայի եթերում ոնց եկաք այդ մտքին որ շոժի կարելի ես ինձի մի հատ հաղորդավարի կարգավիճակում տենամ Կավեն էի խաղում ժամանակ ես ուզում եի հարցնել կավեն չի կես այո դասի չեն գնում կավեն ենք խաղում չնայած հիմա իմ պացիենտները կասեն ես ինչ բժշկա դասի չի գնացել բայց մինչև 3-րդ կուրս ինչպես գիտեն բոլորը բժշկական համալսարանում ստոմատոլոգիա չեն անցնում ենք տարբեր տեսակի պետքական եւ ոչ պետքական առարկաներ փիլիսոփայություն օրինակ ես շատ եմ սիրել ես սիրել եմ լավ չէ 10 ստացել փիլիսոփայությունը բայց նկատել եք որ փիլիսոփայությունը մի քիչ մեր հարաճ
կանաչ ուսուցիչներին եւ դասատուներին որևիցե ձևով չեմ ուզում վիրավորեմ, բայց մեկ-մեկ մի քիչ sense անում էր խոսում էիր անիմաստ բաներ էիր ասում, sense ինչ որ փիլիսոփայություն էիր, ասում էր լավա դու սովորել ես ուրեմն։ Չէ, փիլիսոփայությունը կլասիկ փիլիսոփայությունը ինքը ասում է գիտությունը կյանքի մասին ու կլասիկ փիլիսոփաները Սենեկան թե ասենք չգիտեմ Արտուր Շոպենհաուերը ես շատ եմ սիրում Իմմանուել Կանտը եւ մնացածը քեզ օգնում են Ֆրեդը թե փիլիսոփա չէ, հոգեբան է, որը հոգեբանի կողմից չի ընդունվում, բայց այդ դարի Նիվաբիդու женщин, да, բան փիլիսոփաները այդ ժամանակաշրջանների որ կան, ասենք այդ դասական բաների, օրինակ Արտուր Շոպենհաուերը նույն բուդդիզմն էր քարոզում առանց եվրոպական ռասկլադի վրա։ Չտենք շատ տարօրինակ մարդերը որ շան հետ էր ամուսնանալ ասելով, ահա, ես ուզում ասեմ, բուդդիզմը որ քարոզել է ինքը նորմալ, չգիտեմ, մեր տեսակետները կարող է չհամապատասխանեն, բայց մի քիչ Չէ, բուդդիզմը ինքնին փիլիսոփայություն է, արևելյան, ինքը արևմտյան տեբաններ։ Այսինքն իրանք կյանքն են ուսումնասիրում ու քեզի հասկացնում են թե կյանքի որ էտապում օրինակ Մարկոս Ավրելիոսը կամ իմ սիրած փիլիսոփական ճյուղը ստոիցիզմն է, ստոիկների բանն է, որ ապրես հենց հիմա ու հենց հիմիկվա քո խնդիրներով։ Ռուսների նման։ Այսօր փող կա լավ է։ Չէ, իրանց հետաքրքիրն է որ ապագայի մասին մտքերն ու անցյալի մասին մտքերը մեզ խանգարում են ապրել, բայց այն դեպքում չշեղվեն կավենը։ Կավենը եւ հեռուստատեսությունը։ Ձեր թիմը ո՞ր թիմն էր։ Մենք տենց բանը ուսխորթով ինչ որ բաներ էին, կապիկություններ էին անում, մեր դասախոսները ասում էին եք ընդունել եք բժշկ որ կլոն դառնաք։ Տենց առանձնապես Մարկենցից հետո եք խաղացել։ Ահա, բան է, Գարիկենից հետո բան է, ուսխորթում շատ էինք։ Զբաղվում միշտ այդ творческий կար մեջս այդ ամեն ինչը, շատ էինք դաժե լիկվիդ մնալ, բան դու դա տենց վիճակներ էր։ Ես էլ եմ կավեն շկեղը։ Փող չեմպիոն դա Արմեդ Հայաստանի տես թիմ էր։ Հիմա դարել էլեկտրոնային բան համակարգ, բայց առաջ Արմեդը բժշկականի կավենի թիմն էր։ Դա պատահական չէ որ Արմեդը այդ շատ սիրում ես էլ Դավիթ ջան։ Ես շատ չեմ սիրում, ես առաջիկն ուրեմն իմ Messenger-ում հումորով արեց։ Բարևեմ Ղուլիջանյան Արամին, ով որ Արմեդ համակարգում ծրագրավորող է, մեր բժիշկ է, մեր լավ ընկերն է, այնտեղ աշխատում։ Ամենաշատ բագերը իմ չափ բագ ուղարկող բժիշկ գոյություն չունի։ Այս կնոպկեն չի աշխատում, այս չրթը չի աշխատում, էսի սենց է, այնին էնցա ու իրար հետ ուղղելով գնում, հա, բա ինչ են, իրանք տեղում ուղղում են այդ ամեն ինչը։ Պետք է այդ էլեկտրոնային բժշկությանը մենք մի օր պետք է անցնենք։ Մենք ինձ թվում է պետք է բժիշկներն կողքից օգնեն, ասենք ցույց տան, որ այս կնոպկեն չի աշխատում։ Օրինակ մի պահ կար դիագնոզներ կար ուրոլոգիան, որի կտստում էր չէր բերում։ Նայեցին, փոխեցին, սկսեց աշխատել։ Բայց ախր շատ բաներ կան, որ իրանք գիտեն, որ չի աշխատում ու այդ համակարգը, չգիտեմ, այդ չի դիմանում էլ այդ ամենը։ Օրորի սկսում է լավ, ես օրինակ հիմա հեռախոսով էլեկտրոնային դեղատոմս դուս գրելուց չեմ նեղվում էլ։ Շատ արագ է։ Չէ, ինքը շատ պետք է կամ բանը ինչքան մարդ անիմաստ անտիբիոտիկ է խմում, հորմոններ է խմում, չգիտեմ, այլ տարբեր տեսակի։ Նամանավանդ էլի, նամանան դու գիտեք, հա, դա այնպես խնդիրների ա բերում, կարող է ստոմատոլոգիան այդ խնդիրները այտենց ակնհայտ չեն, բայց մենք ուրոլոգիան մենք միկոպլազմա գենիտալիումը մեկ-մեկ գլուխ ենք ջարդում, ոնց բուժենք, որովհետև կովիդից հետո իր ասա խմբի անտիբիոտիկների հանդեպ կայունությունը զարգացել, գնա գալիս է։ Ունգած, ասենք արդեն անցնում ենք ճիշտ ալտերնատիվ թերապիայի, չգիտեմ, այնտեղ բժիշկներ ունենք, որ անցնում են իմունոսուպրեսիվ մեթոդով, հետո նոր սկսում են անտիբիոտիկ տալ ու տես շատ բան։ Բայց բերեք համաձայնվենք, հիմա մենք կավենին եւ հեռուստատեսությանը կանցնենք, բայց շատ կարեւոր է նա ժողովրդին կրթել։ Ես օրը պացիենտ եմ տեսնում եմ ականջի ձեռով նա խոսում է մեկի հետ։ Մի երկու հատ սեֆտրեքսոն խմի։ Հա, չգիտեմ ինչ ասում, կանցնի։ Այդ եմ պետք է ասես վերջ սեֆտրեքսիոն։ Սենց ինչ-որ բաներ են ասում ու 3 օր խմեցի անցավ լավ էր եւ այլն, որ պետք է հասկանալ, որ այդ ամիջը ախր 7 տարի, 8 տարի, 10 տարի կամ ինչքան սովորում ենք, որ այդ պրիմիտիվ կարծես թե բաները հասկանանք։ Բուժքույրերից մեկը Թոքաբորբով Իվանդին, բուժքույր բժիշկ չէ, Թոքաբորբով Իվանդին մերոպենը մեր միացրել, անտիբիոտիկ ինքն էր նշանակի, ինքն է միացրել էր, արո ես խորացել եմ, որ ես մերոպեն եմ, երբ որ հիվանդին նշանակում եմ, այդ օրը ես կոնկրետ լարված եմ։ Հա, գիշերները արդեն բան չէ։ Հա, ասես մտածում հեռախոսը կողք կդրի։ Հա, որովհետև գիտես ինչ շատ ծանր անտիբիոտիկ է, շատ ծանր, իր բաբոշկեքով ինքը շատ նախ շատ թանկ է։ Ավելի շատ վնաս կարող է տա, քան հա, այդ պահին։ Ու դու դες դրել ես աչու ձախ, դες մարդու նշանակում ես ու վերջես երբ որ տեսա Վիգմոր կլինիկայի Արփինեն Սիմոնյան ջերմ բարևներ ինքը թերապևտ է, մի հատ անտիբիոտիկ էր գրել Թոքաբորբով Իվանդին, հատուկ չէի ճանաչում
մեջ մեծ մարդուն ստատուս գրեցի, դաժե անունը չէի ֆիքսել, ասում եմ բժշկուի ջան, ձեզ շատ շնորհակալություն, հույս եք արտնաստում, որովհետև այդ թոքաբորբին պետք է ընդամենը մի հատ անտիբիոտիկ, այդ մարդը գրել էր ընդամենը մի անտիբիոտիկը, վիաբլոչկա, չէ՞, վիաբլոչկա, ինչը որ պետքա բուժել, դա էր բուժում, ոչ թե 70 հատ վիտամին, 80 հատ ինգալյացիա, մարդուն ուղարկել էր տուն։ Ասել էր գնա այս դեղը 7 օր խմի ու 7 օր խմել էր մարդը բուժվել էր։ Նույնն էլ օրինակ Բերանի խորոչի արոնողասության հետ կապված վերջերս են 12 բժիշկ ունենք մեր կլինիկայում աշխատող, ատամ էր հեռացրել, չգիտեմ, ասենք արոնահոսություն 100 անգամ ասում ճնշում այդ կչափես, որ հանկարծ արոնահոսություն եւ շատերի մոտ թվում է որ կարա ինքը ամբողջ գիշեր արոնահոսի, առավոտը նոր զայն ու հետարքիր բան կա մեր պացիենտների մոտ։ Իսկ ինչից էր արտում ատամներ։ Արջաշուկներ բարձացել այդ մարդու։ Անոթները տրաքել են, մազանոթները։ Այդ եմ ասում, շատերի մոտ կա հակառակ բանը, որ կարող է գիշերվա ես իմ ժամը 3-ին զանգի ինչ-որ անիմաստ հարց արտա, բժշկին կամ առավոտը 8-ին զանգի ու հակառակը չի ուզում նեղություն տայի, ասի ինքն իրան կանցնի։ Այդ դրա համար շատ ժամանակ ուզում եմ, որպեսզի մեր առաջին հերթին մեր պացիենտները զարգանան, կրթվեն, օրինակ ռուսները որ գալիս են, մի բան ասում ես, այնքան կրթված են, այնքան խորացած են։ Արի ճիշտը խոսենք, այստեղ գալիս են կրթված ռուսները։ Ես իրենց մեջ աշխատել եմ։ Այնտեղ էգզեմպլյարներ կան, որ ավելի լավ գործ ունեն։ Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր կրթություն ունեն ու այդ կրթության հաշվին բավարար գումար, որ ստեղ ապրեն։ Այնքան հարուստ չեն, որ իտալական վիլաներում ապրեն, բայց Երևանում Բայց միաժամանակ իմպլանտոլոգիայի հետ կապված թե այդ իմպլանտը վրայի շապիկը պտուտակային է, վինտավոյա կամ ինչա, ինքը իծնե չգիտի, ինքը մի հատ Google-ը արել, ուսումնասիրել է եւ այլն։ Վիդեոն այլ մի հատ ոնց է վինտավոյ բանը աշխատում։ Չգիտեմ, մաքսիմում հարցը գերմանական է, թե շվեյցարական է, թե ինչ է։ Այդ թե հարցը ինչ։ Ես ախր մեկ-մեկ էլ նոմա հիվանդին ասում եմ, ասենք պրոթեզ պետք է դրվի, ասում եմ Ռաստովում պրոթեզը կա, $200 էլի, ավելի էժանը նույնն է, ինչ որ ոսկի շվեյցարականը բան ամորձին հեռացնելը պրոթեզ ենք դնում։ Հա, բայց Ռաստովինը ասում եմ, հա, ինքեր ԵԱՏՄ երկիր ենք, Ռաստովից որ գալիս է 8 հատ հարկ չի գումարվում, քո համար եմ ասում, ուզում ես գնա շվեյցարականը բեր, ես պետք է դնեմ։ Հա, ես քո համար եմ ասում, որ դու նույն բանը առնես, բայց հա պետք է հաշվի առնենք այն երկրից ինչ մաքսատուրքերով, ինչ լոգիստիկայով է գալի, ախր դա հաշվի չի առնվում այդ ամեն ինչի մեջ։ Ու հա Ռաստովում կա իմպլանտներ արտադրող գործը, որը թե կրսկերի թե բանի իմպլանտներ արտադրում։ Նույն տեխնիկի պարամետրն, ասենք ամորձ իմպլանտը ֆունկցիա չունի, ինքը զուտ վիզուալ տեսք պետք է ապավի, որ տղամարդը կոպիտաս ամորձին արտադրում շալվարը իջացնելուց չնեղվի։ Այդ է իր ֆունկցիան։ Նույնն էլ Եվրոպայում վերապատրաստում է այդ բժիշկը վիրահատում է բանը անում, պրոստը ոչ մի մարքեթինգային սեմինար չկար, կլինիկի սեմինար էր, հարց մոտ առաջացավ, ինչ երկրի արտադրանքը հեսա մի րոպե նայեմ տուփը բացնայց, բավարար մտքով չէր անցնում էլի USA, հա, իսկ մեզ մոտ այդ բանն է էլի, այդ ինչ որ տենդն է, այսպես ասած, որ թե ինչական է, կորեականն է, կորեականը լավ է, թե չէ, կորեականը շատ լավ իմպլանտներ են, դա ասեմ, միաժամանակ։ Չէ, դա հարց է, դա չէ, հարցը, գիտես որն է, գիտես ինչին է նման հռոմ ման է գալի եղել ես Ռոմ։ Որ դու շորեր են ծախում։ Դու քայլում ես մետրոների մոտ որ բերում են Հայաստան, ասում են իտալական հագուստ։ Ասենք ասում էսի բերում են։ Էսի բերում են, այդ որ դուս են որ Բանգլադեշի կամ Ինդոնեզիայի բանի կոմերի ժողովուրդն է ծախում, դուսը շարժեք բերում են, նույնը այդ կարա լինի։ Նույնը կարա քո Գերմանիայում, ասենք մի հատ փախած քաղաքի մի հատ փախած տեղ ու մենակ քո շուկայի համար, որ կարող է որովհետև հայկական շուկա կարա չմտնի Գերմանական շուկան չընդունի էլի։ Սերտիֆիկացիաներ չունենա, չգիտեմ ինչ չունենա։ Դրա համար ինձ թվում է իմպլանտի թե մնացած բանի ընտրություն պետք է վստահես բժիշկին ասած էսա, ուրեմն էսա։ Բայց մնացած այլ բաների մասին տեղ պետքա տեղյակ լինես, ոնց հետևես, ինչպես խնամես, ինչ կարա լինի, ինչ։ Քանի անգամ ես հիվանդին ասում, ատամնա քար մաքրելուց հետո մոտ մի շաբաթ չէ, պետք է բան չանես, գունավոր խմիչքներ, բան չօգտագործես, կոֆեն դրանից հետո։ Նախ առաջ երբ որ գալիս է իմպլանտացիայի, երկու ասում մի սեգմենտում երկու հատ իմպլանտ պետքա տեղադրվի, ասում եմ, մի հատ մտի պրոֆգիգիենա արա, մտածում եմ, վсё փողա ուզում վրաս աշխատել, այդ ինչ կապ ունի, չէ՞ որ այդ վերքը լավանալու հետ կապված այդ քարերը, այդ միկրոֆլորան մեծ նշանակություն ունի։ Այդ ամեն ինչի մեջ ավելի լավ է իսկապես զարգանալ։ Դա օրինակ Հայաստանում ստոմատոլոգիայում, տես որ ասպես ստոմատոլոգիա ծլնում է նաև հետաքրքիր խոսել, հյուրից է կախված, դա նայես։ Օրինակ Հայաստանում բան չկա, հիգիենիստ մասնագիտությունը չկա, որը աշխարհում կա։ Մարդը, որ բժիշկ չի, բուժքույր չի, մարդը վիրավորեցիր իրանց շատ ուժեղ։ Հա։ Բժիշկ են։
Դե ինձ տենց են ներկայացրել։ Հա, լավ, օքեյ։ Հիգիենիստները մարդիկ են, ովքեր զբաղվում են բերան խորոչի հիգիենայով, մարդիկ քար մաքրելու համար չեն գնում ստոմատոլոգի մոտ, չեն գնում հիգիենիստի մոտ։ Շատ կարևոր մասնագիտություն է իրականում, շատ կարևոր։ Ինձ թվում է մեր երկրում ինքը ոսկի պոլիկլինիկ մակարդակում կարա լինի, էլի, դες Այո, կարա լինի, բայց հենց այդ օրինակ կինեզիոլոգը, հա, որպես այդպեսին չունի այդ արդիականությունը, այդքան կարիք չունի, ասում են, չգիտեմ, ես Ինչ հիգիենիստի կարիք է։ կինեզիոլոգ, Մասաժի։ ֆիզիոթերապ, կինեզիոլոգ հենց օրինակ, բայց վերջերս եկել էր Ռուսաստանից մի հատ լավ ընկեր ունի, ասում եմ մասնագիտություն չեմ կարող գտնեմ, իմ աշխատանք, որտեվ կինեզիոլոգ եմ, они не считают меня за врача и всё такое, sense բան։ Այսինքն նույնն էլ գիգիենիստը չի կարող այստեղ իր աշխատանքը գտնի, որովհետև պարապ նստելու է, ինչքան ուղղորդես, ասես գնացեք ձեր ատամների գիգիենայով զբաղվեք եւ այլն։ Հա, էլի եմ ասում, հարցը նրան չի, որ մեր ժողովրդի մոտ փող չկա, Դավիթ ջան, իսկապես տենց բան չկա։ Հա, երբ որ Չկա այդ մոպահը, էլի, որովհետև ստոմատոլոգի, չգիտեմ, առողջությանը մնացած համերը ոնց կարա փող չգնի։ Մենք ունենք աղքատության մակարդակ ունենք, բայց ունենք մի մասը, որը iPhone դեր ասած վերջի iPhone-ը Բուլատի շապիկներով։ Հա, բուլատի շապիկներով iPhone-ը բռնում է սալոնից, չգիտեմ, կամ ընկերներով վիզ դրած Ամերիկայից Mercedes-ի պարտքը փակվում է։ Դուբայներով տենց ինչ-որ ման են Բայց գալի։ ստոմատոլոգի գումար չունի, այն որ աղքատությունն ենք մեր երկրում, դա չի բացառվում, հա, մենք մինչև, չգիտեմ, դա պետականոն 30% աղքատություն ունենք մեր երկրում, դա ցավալի թիվ է, բայց այն որ մենք ունենք նաև մարդիկ, ովքեր պրոթեզուտ իրենց գերագիտության հաշվին ուշադրություն չեն դարձնում ոչ այդ բերանի խորոչի, ոչ աչքերի տեսողությանը, ոչ բանին։ Դու մարդուն բացատրում ես, ասում ես դու դիաբետ ունես, դու շատ բաներից պետք է քեզ զրկես, որ ավելի երկար, ավելի առողջ, ավելի բան ապրես, ունեք համաշխարհային հետազոտություն կա, որ դիաբետով, երկրորդ տիպ դիաբետով հիվանդները ավելի երկար են ապրում, քան բան, ինչի հաշվին։ Ոչ դիաբետի, այլ կորեկցիա են անում իրենց ապրելակերպը։ Հետևողականություն։ Իսկ մարդ իմացա, որ դիաբետ ունի, սկսում է վազել, սկսում է սպորտզալ գնալ, սկսում է առողջ սնվել բան, ու ավտոմատ լիքը ուրիշ հիվանդություն, որ իրան կարար սպաներ, կոպիտ ասած դիաբետից զատ, հիվանդությունը ինքը չի ձեռք բերում, բայց մեր մոտ եկավ մի հատ անալիզներ մոտը տվեց, տենաս տեսավ ամեն ինչ լավ, всё, ես գնացի խմելու այսօր։ Այս մի շաբաթ այդ արդեն բանը չի, երբ որ դու մարդուն ասես, չէ, դու չպետք է խմես, ոնց կլինի չխմեմ։ Դե ցավոտ կշարքի մի նժարին քո առողջությունը, քո ընտանիքի բարօրությունն է, որտեվ դու ապահովում ես այդ ընտանիքի բարօրությունը, գուցե կամ չգիտեմ, քո երեխեքը հեր ունենալու բանը, կշարքի մյուս նժարին ու պատկերացնում ես մեզ լսողները այդ հենց տղամարդիկ խմող ու տող խմող այս ինչ է խոսում, այս ինչեր են ասում, այ մարդ չափ ու տխմող չլկա չտենց ասեմ։ Լիանի դուք չեք խմում, ես մտքում եմ, ես բժիշկները ամենաշատը։ Ես բան չունեմ ասելու, ես ուզում եմ ավել քաշնում, որ իմ ընկերները գիտեն, ինչքան եմ անդադ փորձում աշխատում ու սկսել եմ հաղթել իրան, բայց հարցը ինչու՞մ է կայանում, հարցը կայանում է նրանում, որ երբ որ մենք առօրեական սկսում ենք մարդկանց առողջ ապրելակերպ քարոզել, իրանց մոտ ինչ-որ ավտոմատ բան կա, բայց ախր մենք ապրել իր այդ մարդկանց մեծ մասը ապրել են այդ երկրում, որտեղ առողջ ապրելակերպը մանկապարտեզից սկսած զավոդում աշխատելուց դրսևորվել է։ Ես գիտեմ, որ պիտի մինուտ կեք են եղել, զարյատ կեքի դիսպանսերիզացիաներ են եղել, բայց միաժամանակ նաև սովետական այդ ժամանակաշրջանում մի քիչ ռուսացված այդ ալկոգոլիզմը, այդ ամեն ինչը մի քիչ եղել է, էլի, всё-таки։ Դե բան չունեմ ասել, դա էլ է հնարավոր, ես չեմ կարող։ Հա, մեր ազգը ալկոհոլիկ չի, դա ես կարամ վստահ ասեմ։ Ես այնտեղ Ռուսաստանում եմ աշխատել, ուսնում եմ։ Մենք ալկոհոլիզմով եվրոպական շատ զարգացած երկրներից ենք եկել։ Մենք ալկոհոլիկ չենք։ Մարդը մենք աշխատասեր ենք։ Ես օրինակ որ ասցիր աղքատություն, ինձ հետաքրքիր է օրինակ տաքսու վարորդը, այդ աղքատների Այդ է հարցը, ինքը իր ոչ մի եկամուտը չի երևում, ինքը մտնում է ցանկի մեջ, թե չէ։ Ինքը կարծես թե լավ ապրում է, նորմալ ապրում է, առանց կամ ասենք մարդու ռեմոնտի գործ է անում, ասենք, հա։ Ինչ որ արհեստավոր միլիոն 2 միլիոնով փող է տալու, մի հատ սենյակն 2 սենյակը ռեմոնտ անում, ինքը մտնում է այդ զոնայի մեջ, որը օֆիցիալ ոչ մի եկամուտ չունի։ Իմ կարծիքով մտնում է, բայց դա սա պսևդո է, ինչ որ ֆալշ վիճակ է, իրանք փող։ Ես դե սենց ասեմ, վերջից Կիպրոսում էի, դեղատուներ պետք, շաբաթօրեր։ Ասի հարցրեցի դեղատուն որտեղ կա, նայեցին ժողովուրդ, ասում մեկանց կես արդեն սա փագա։ Ու մենք, որը կարող է դեղատները 24-ը 7, չգիտեմ 50 տարին без перебой դեղատներ կան, без perебой աշխատում են։ Սմենին է փողում։ Ու Կիպրոսում ասես ժամ 1:30 արդեն փակ են դեղատները։ Բայց դա նաև նրանից է գալի, որ մրցակցության ինչ-որ մոմենտ է, այնտեղ օրինակ Կիպրոսում կամ թեկուզ Եվրոպայում այդ աստիճանի մրցակցություն չկա, այսինքն դեղատուն է, ինչքան ես որտեղ դեղատուն բացելը ստեյպես հեշտ չի կներես։ Բացի դրանից էլ այդ թաղամասում
պետք է լինի, օրինակ ես ինչքան գիտեմ, 2 դեղատուն, որ մեկը մյուսին մրցակցության չխանգարի եւ այլն, իսկ մեզ մոտ ոնց բացել է, ես ինչ անեմ, ես էժանացնեմ, ես 24 փողոցը մեր տնից վերևոր հելնում եմ 1 2 3 4 5 6 7 մինչև թանգարան հասնում ենք փողոցի կեսի վրա եմ ապրում մինչև թանգարան հասնելը 7-8 հատ ապտեկակ ու դիմացի մայթը չհաշվեցի ես նույնիսկ ստամատոլոգիաներն ա վերաբերվում իդե կամ ինչքան շատ ստամատոլոգիաներ sense լիքրեն որովհետև Հայաստանում դեղատուն բացել է այդ կրիտերիաներին համապատասխանել դեղատան պետք է ունենաս սառնարան Վիդալի ցանկի գիրք կոմբ դարակ Պոլերը պետք է մաքուրելի ու դարակը կիսած լինի, որ քո սովորական արտահակույցն ու բանը դեղատնային կրպակի մասին է խոսք էլի։ Չէ՞ դու լիցենզիա ստացար։ Բայց դա վատա թե լավ է։ Վատ է։ Ինչի համար ունեք։ Չէ, պետք է լիցենզիա ստանալը դեղատան համար։ Դեղատունը պետք է ասեմ ճիշտ է։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը դեղատան աշխատողը, ֆարմացևտ պետք է իսկապես լինի լավ որակավոր։ Այդ է ամենակարևորը։ Ոչ թե ինչ ուզես ստացել։ Կարևոր բան ասեմ։ Մինիմում պետք է դեղատունը 30 միլիոնի դեղորայք ունենա։ Դա էլ նույնպես, բայց լիցենզիա ստանալը այդպես բարդ չլինի էլի, որ էսի միջ բարի պատված չգիտեմ։ Չէ, բայց հիմա էլ այնքան հեշտ է, որ շատ հեշտ է։ Հիմա օրինակ, երբ որ դեղատուն եմ բացում, ես դեղատուն եմ բացել 5 միլիոն դրամով, աղբորս հետ ամենամեծ սխալն է։ Ինչ կար չկար։ Ինչ ուզում էին, ինչ ասում էին, չունում։ Ամեն ինչից բան է, ինչ լոգիկայով ամենախադավոյն ունենաս, չէ, պետք է այն ամենաառաջի օրվանից դու ունենաս մի հատ դեղ, որ դու կարող ես 5 տարվա մեջ մի հատ ծախես, բայց դու դրան այդ պետք է ունենաս ապտակ 10 վերջում էլ։ Դե սրոկը անցնի, ամենադժվար բանն է դեղատնային բիզնեսը, ընդհանրապես հենց այդ սրոկի, այսպես ասած, ժամկետի պահը, որ ուտիլիզացիան էլ դիզիբլն էլ չես թափում, փող տաս որ գան տանեն թափում։ Հիմա նախարարությունից էլ մեզ լսենք ասեն լավացրել ենք, հեշտացրել ենք, դուք էլ ասում եք լավ չի, լավ չի։ Ես ծախեցինք մենք դեղատությունը, չձգեցինք մենք, որովհետև հետո ցանցային դեղատները այդ դժվար է պայքարել։ Այո, այդ շատ դժվար է։ Դեղներ գրողը 90% իրանք են ցանցային դեղատներ են։ Դեմպինգ են անում շատ ուժեղ ակցիաներ են անում, որ դու դրա տակից չես գա։ Իսկ Եվրոպայում կարող է եւ ցանցեր են իրանք կամ չգիտեմ բան։ Հետո պետքա լինի իմ կարծիքով պետքա ունենանք ինչ-որ թիվ պետական ապտեկաների։ Ինչ-որ թիվ պետքա լինի պետական ինչ-որ սուբսիդիաներով բանով դեղատներ։ Մրցակցության հարցը ինձ թվում ամենակարևորն է։ Եթե թույլ տաք, ես նաև ստամատոլոգիային անցնեմ, ինձ թվում է նաև ուրոլոգիային էլ է։ Օրինակ շատ ընդունված է մեզ մոտ այդ բարդ ամենաշատ վատ հարցն է, խնդիրն է, որ չկա կոլեգիալություն օրինակի համար։ Մեկը մյուսին փնովել, պետքա չի եւ այլն, ամենավատ բանն է իսկապես այդ մանիպուլյացիա անել ժողովրդին, որը որ вообще կոմպետենտ չի, չգիտի ինչ է, ոնց է եւ այլն ու այդ առումով մրցակցության եւ այդ հսկողության պահը ընդհանրապես այն օրը իդեպ քո Instagram-ում թե Facebook-ում ես տեսա, որ պետք է ստեղծվեն, որ շտապօգնության բժշկին էին բանարել, ծեծել։ Արմիությունն է պետք։ Հա, պետք է, այդ ամենակարևոր բանն է, որ մենք չունենք։ Բժիշկներին առավել եւս դա վերաբերվում է։ Երկու ֆունկցիա ունի՝ բժշկին պաշտպանի ու երկրորդը անորակ բժշկին մենք մեր ներսի կրուգով կարանք քննարկենք կամ կրթենք կամ ասենք ընկեր կլինի գնաս դու ուրիշ բանով զբաղվես որտեղ դու սխալ ես բայց դու տենում ախր գիտես ոնն է նայ դու տենում ես բժշկի սխալ մի հատ 2 հատ 3 հատ 4 հատ 5 հատ 10 հատ մի բանա ինչի հելնես գոռաս դրա մասին ինչ որ կարաս ես մեկ-մեկ էլ մա վիդեո եմ նկարում բան ու չեմ տալիբան չեմ դեպք եմ նկարագրում մի բանա կարաս դու տենց հանես մի բանա լի հանձնաժողովին ասես ժողովուրդ ջան Այս մարդուն կարելի է մտ այս գծով կոմպետենտությունը ստուգել, որովհետև սա այն ինչ որ կատարվում է, սա մի դեպքը չի, ասենք 10 պացիենտի անուն տամ, որ այս մարդու մոտ եղել են նմանատիպ խնդրով տվել է նմանատիպ լուծումը եղել է բացասական։ Ամենավատը որ հենց այդ բժիշկը փնովում է եւ անունա դնում մեկ այլի գրած դեորայք, ռեցեպտը բուժում է եւ այլն շատ ցավոտ երևույթ է, որ պետք է լինի եւ ընդհանրապես մենք միշտ խոսում ենք պացիենտների, բուժառուների իրավունքների մասին։ Լավ բան ասիր։ Բայց մեր մասին ոչ մեկ ինչ լավ բան ասիր, սա անդադ եմ ասում մեռանք անընդհատ խոսում ենք պացիենտին լավ լինի, այս ամեն ինչը լավ լինի, բժիշկը պետ պատվերի վիրահատության գները
իջնի, հա, այս ինչ անվճարը, բայց դու հասկանո՞ւմ ես բժիշկը ցելի 3 ժամանոց ապերացիաց 30,000 դրամ փող աշխատավ տարավտու։ Գնա տաքսի քշի։ Այո, մի տաքսի վարորդի ինչքան մարդ կա բուժքույր, շատ ներողություն, որ հիմա մթերային խանութում վաճառող են աշխատում, ավելի բարձր աշխատավարձով, ավելի քիչ ռիսկերով, ավելի քիչ բաներով, խնդիրներով եւ հələ սա որը գեպատիտի կամ այլ հարցերի մեջ է։ Պատվերով խոլեցիստեկտոմիան Հայաստանում փոխհատուցվում է մոտավորապես 225,000 դրամ, եթե չեմ թե 250,000 դրամ։ 250,000 դրամից հանում ես վիրահատական ծախսերը, հիվանդանոցն իր եկամուտն է վերցնում, այս կողմն անեստեզիոլոգ, այս կողմն կողմն ինչը, բժիշկը դից լավագույն դեպքում 20% փողն է ստանում։ Այսինքն մարդը 10 տարի սովորել է, այդ գրփողը 10 տարի սովորել է, գնացել է վերապատրաստվել է, սովորել է լապարոսկոպի պես դժվար գործիքի հետ աշխատել։ Արել է խոլեցիստեկտոմիան, լեգապարկը հեռացրել է, հիվանդանոցում պահել է այդ հիվանդին։ Հիվանդանոցը գնել է այդ սարքավորումները, այդ կան ներդրումը։ Բժիշկի փողից են խոսում, բժիշկը ստանում 40,000 դրամ։ 40-45,000 դրամ։ Այդ օքեյ է։ Իհարկե ոչ։ Հիվանդանոցն է փող չի ստում։ Ես զարմանում եմ, ես մեկ-մեկ որ մտածում եմ, արա հիվանդանոց ունենամ, սա պետպատվերի գնով աշխատեմ, տակ կտամ երկրորդ օրը։ Իհարկե։ Շատ ներողություն է, 40,000 դրամանոց բժիշկը մարդ է, չէ՞, Ադե հենց է մարդ։ Ինչքան էլ ինքը այնպես բարոյական մեծ արժեքներ ունենա եւ այլ, մի օր էլ կասի Ալով 40,000 դրամի համար լավ եմ արել, այս մի բան օրինակ կներեք, ճիշտ հասկացեք, այս մի բան էլ թերի եմ արել կամ կարը սենց եմ դրել, նենց եմ դրել եւ այլն։ Մարդ ենք մենք, նույն ձևի մարդ ենք։ Ու հենց է դա, երբ որ հետո բժիշկը ասում է IT-ով է սկսում զբաղվել, կուրսացիների շատեր ինչ որ 1-2 տարի աշխատում, մեկը IT-շնիկ է, մեկը չգիտեմ, էս է, դու չես զարմանում, որովհետեւ մարդը մեր Հովանեսյան Հովաններ Մաշկաբան լավ բան մի անգամ ստատուս գրել, ասում է հիվանդներից մեկը զանգեց, ասես մի հատ խնդիր ունեմ, նկարներ կնայեք, դեղ քսեք, բան, ունդեղ հարց առաջանում, որ այս է որ մտնեմ խանութ, ասում եմ, այդ կոլա կտակ, բան, հաց կտակ ինձ, բան, հա, ասենք բժիշկը նույն ձևը ապրում է այդ հասարակության մեջ, հա։ Նույն ձևի նույն խնդիրներով, նույն ընտանեկան խնդիրներով շատ ներողություն մի օր երեխեքի վրա ջղայնացը տրամադրություն չունի, 100 նույն մարդն է, նույն իրավիճակի մեջ է գտնվում ու նույն ձևի շատ ներողություն տարբեր տեսակի պացիենտների հետ է շփվում, տարբեր տեսակի։ Բայց էլի վիրահատարանում իրան անջատում գործանում է, բայց պետք է այդ գործի համար նորմալ վարձատրվի։ Աշխարհում որտեղ կանգնես, ասես մեր բժիշկը $100 փող է ստանում խոլեցիստեկտոմից կխնդա։ Հիմա մեր պացիենտները լսեն կասեն, հա մենք ինչ անենք, մենք դուք ոչ մի բան չեք անում, դու ձեզ մասին չի խոսում, պացիենտներ։ Մենք որովիցե ձևով պետականորեն ինչ որ ձևով երևի թե դա պետք է արվի, որպեսզի պետական ապահովագրական համակարգ համապարփակվում է, այս հարցը կարող է եւ լուծվի, որովհետեւ ասում են մոտ 70%-ով գները բարձրանալու է։ Ես իրոք զարմանում եմ այդ ապահովագրությունը, միշտ ասում եմ, ուժել մեքենայի ապահովագրությունը ավելի կարևոր է, որ հիմա կա, էդի չկա։ Հա, գիտեմ շատ այլ խնդիրներ ուղեկցող դրա հետ կապ ունեն, բայց ոնց դա չի լինում։ Ախր մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ասենք ամիսը 18,000 դրամ տալով ինքը ազատվում է, չգիտեմ, մի անգամից մի ինչ-որ պայ 5 միլիոն դրամ տալ, ախր մեր մարդիկ փողի հետ աշխատել, օրիշ բան հաղորդում ասում։ Մի անգամ խոսք գնաց, ասում եմ, Եվրոպա գերմանացի թոշակառուն, այսքան փող ասում, ասում եմ գերմանացի թոշակառուին, Գերմանիայի կառավարությունը փողը նվեր չի տալի։ 30 տարի աշխատել է, 30 տարի կուտակել է։ Աշխատավարձից կենսաթոշակային ֆոնդը կուտակ է, դրա համար ինքը փորձը բարձր թոշակ ստանում։ Վերջը բերեք այդ պապալի։ Սովետն է մենակ եղել, որ պրոստ ասել է վեկալ։ Նույնն էլ դա վերակրթությանը, չէ՞, նույն ձևի վերաբինսյուտները բուհերը ինչքան անվճար եղել սովետի ժամանակով, տենց սովոր ենք, բայց հասարակ բան, պոլիկլինիկական է թե առաջնային հետազոտությունները, ինչքան լավ է որ անվճար են, չէ՞, այդ արյան ընդհանուր մեզ բիոքիմիա արդեն հիմա շատ լավ է որ դա անվճար է, բերեք հասկանանք դա այդ հիգիենայից բանից խոսացինք, բայց արի մի հատ էլ բարձր տեխնոլոգիական ստոմատոլոգիայից խոսենք։ Կորորի զարգանում է, օրորի ավելի իմ աղբերն էլ է ստոմատոլոգ, ես տենում եմ ինչեր կա, էլի, օրինակ ժամանակին, օրինակ չգիտեմ, բերան խոռոչի կատեն ատամ հեռացնելուց, չկար տես բան, չէ՞, կար դες դժվար ատամ հեռացնել ու հեշտ ատամ հեռացնել։ Հիմա կատե կա, գոյություն ունի, մարդիկ նայում են, տեսնում են ատամը քանի, չգիտեմ, այնտեղ ինչեր ունի, արմատ ունի, բան ունի, ոնց հեռացնեն, ինչ անեն։ Հիմա պրոթեզներ եւ իմպլանտները 3D պրինտերներով են տպվում։ Այդ բերելու եմ յոր նրան, որ ասենք լիքը ստոմատոլոգիական մասնագիտությունը կրճատվի իր մասշտաբների մեջ։ Այո, վախում եմ այդ ամեն ինչի մասին մտածել իրականում, բայց դե նաև կա չէ Da Vinci ապարատը, որ օպշի աբդոմինալ երևի վիրաբուժության մեջ, որ ինքը ասիստենտ է։
Da Vinci chirurg չի, Da Vinci chirurgի ասիստենտ է։ Հա, բայց համենայն դեպս բայ այդ որ բանով on-line վիրահատում են։ Հա, ինքը on-line վիրահատելու հնարավորություն ցույց տալի, բայց մեկը մի հատ բժիշկ պետք է Իվանդի կողքը Հա, լինի։ լավ բրծանք։ Հիմա մտածեմ Գոնե անեստեզիոլոգը պետք է։ Չէ՞ մտա ասիստենտ chirurg միշտ։ Հիմա մտածում ստոմատոլոգիայի մեջ էլ չէ, всё-таки իրականում այո, մարդկային այդ գործոնը ինչն է կարևոր, իմ պապիկս բժիշկ, եղբայրս բժիշկ, միշտ արագ կողմնորոշվելու սիտուացիոնի կողմնորոշվելու վիրահատության ժամանակ դա է շատ կարևոր, որը որ ինձ թվում է ապարատը կամ տարբեր տեսակի տեխնոլոգիաները չեն կարող անեն, այնպես որ կարծում եմ որ բժշկի գործառույթը միշտ էլ կմնա, իսկ ինչ կապված է կատեի, ես շատ միշտ ասում եմ, կարծում եմ որ յուրաքանչյուր ստոմ կլինիկա պետք է ունենա կատը յուրաքանչյուր օրինակ շատ է լինում ինչ որ առանց կատեի գործողություն են, չեմ ասում իմպլանտ են դնում, կատեն ինչ է երաչափ ցուցատալի ինչ ես անում, սա sense դեմդ պատկերով տեսնում է, դա շատ օգնում է, ու կարծում եմ որ դա այդ որ մենք խոսացինք ամեն քայլին ստոմատոլոգիա է բացվում, ամեն քայլին հիմա կասեն էս իր մրցակիցներին է փնովում, բայց ոչ հարգելիներս դա շատ կարևոր բան է, որովհետև իսկապես ես մեկ-մեկ պացիենտներին որ ասեմ արի բարձրանանք մի հատ կատեն նայենք ու սկսում ցույց տալ ինչ տես ուսումնասիրում են իրանք ուշադրությամբ տենում են հասկանում են որ ամեն ինչ է թայմորան խորոջ այդ ներվը որտեղ է անցնում ինչա կատարվում էս արմատի ծերը որտեղ է գտնվում եւ այլն սա շատ հեշտ տեսնում ես այդ ամեն ինչը քո համար պարզ sense մեր աչքերն է, չէ՞ որ այդ ամեն ինչը տեսնում ես։ Դրա համար այո, այդ ուղեկցող սարքավորումները շատ կարևոր են։ Նամանավանդ Հայաստանում իրանք քիչ չեն։ Նույն Հովոյից խոսացինք Հովանեսյան։ 3 հատ Հովոյից ընկերություն X-Mind ունի, կատե տարբեր տեսակի, դուք էլ ունեք հաճախակի։ Էլի ստոմ կատե։ Այո, հա։ X-Mind-ը կային դուք ունեք ու շատ կլինիկաներ շատ կա, բայց ստոմ կլինիկաներն էլ են շատ։ Հա, ես բանջրում ասում։ Շատ են, օրինակ ես էլի չեմ ուզում իմ հարգելի, իմ սիրելի գոլեգաներին ես շատ սիրում եմ, հարգում եմ, ձեր հետ շատ հաճախ ուտում խաղում ենք, ուրախանում ենք, բայց հավատացեք, որ ես ասեն ուտող ուրացա։ Բայց չէ, իրանց երեսին էլ եմ այդ ամեն ինչ ասում։ Մենք նաև սարքավորումներ ներմուծող ընկերություն ունենք։ Medtech service-ն է, հա, որը որ նույնպես վաճառում է։ Իմ առաջի լանցետը Medtech service-ի բանից եմ առել։ Լեոյի խանութից։ Չէ, բանը չէր ձերը։ Հերացի վրից, հա։ Հերացի վրից եմ առել առաջի լանցետը տարավրեն լազերով գրեցի։ Անունս որպես chirurg էլ է։ Դիլանյան Օգանստան ճանաչում ես ինքն այդպես հպարտան մարի խրտ Վոլֆի բան ինչ որ ունի։ Ես էլ եմ, այս վերջս headlight ենք առել, ես եմ առել էլի։ Հա։ Դա համար դա իմացա որ ձերն է, բայց քո լավն է։ Արտուր ջան իմանայի շուտ կկանչի։ Չէ, մենք միշտ լավ ենք, ինչ է։ Չէ, գիտեմ։ Բայց այդ սարքավորումները իսկապես շատ կարևորագույն դեր են տանում եւ բանից խոսացինք, ընդհանրապես կատեից խոսացինք, ինչքան ուղեկցող որ հիմա նոր դատչիկներ կան վիզիոգրաֆի, որ դեն տեղադրում ես բերանի խորոչում, հենց գործողություն անելուց ինքը ոնց որ on-line ցույց է տալի, ասեղ ուր մտար, ինչ արեցի։ Բայց դա շատ կարևոր է, հա, առաջ մեծ կապ ուներ հմտությունը։ Ստոմատոլոգի հմտությունը մեծ կապ ունի։ Հիմա էլ կապ ունի, բայց ինչքան է հեշտանում այդ փորձը, չէ՞։ Շատ կարևոր։ Դե ասում եմ նույն ատամ հեռացնել է, առաջ կարաջ ինչքան են վախ ինստիտուտի տարիներ կատաստրոֆիկ ինչ-որ լուրջ բան հետևանքներ ունենար։ Դե չէ, բայց իսկանում կարա հետևանքներ ունենա, դա մեր վիրաբույժ դասախոսը միշտ ասում էր փոքր վիրահատություն է ատամի հեռացումը, թե հիմա ոնց հեռացվեց, ինչ հեռացվեց, դրանից կարա լինի շատ բավականին շատ բարդություններ։ Դա համար պետք է էլի հասանք պրոֆիլակտիկայի չհասնի հեռացմանը շատ կարևոր է դա։ 32-ն էլ որ դոշն տեղում լինի։ Վինիրներից խոսանք, ես դες տրամադրվելու եմ մյուս ամառ դի վինիրներին դա։ Մի արեք։ Ես այն անգամ այդ բանի մեդմիթի ժամանակ այդ բանը արեցի, այդ քաշելու շարժումը, հիմա կասեն ես ինչ ասում, սա ստոմատոլոգների գործին խփում է, բայց այդ լավաշը քաշելու այդ շարժումից վինիր կար ձեր բերանում կուներ վինիր թե ինչ էր անում, հա որ լիշ լավաշի քաշել չբացատրում էի որ այդ լավաշը քաշելու շարժումից պիտի զերծ մնաս էլի պիտի կտրես sense ուտես այսինքն վինիրը թույլ չի տալու այդ դե ռիսկը շատ է որ այդ վինիրը ինչ է ինքնանից ատամն է sense մա տաբլիցով կա կպնում է ատամի վրա կլեով կպնում է զուտ կլեով հատուկ ադգեզիվնի բավականին թանկանոց լավ շատ ֆիրմեր կան KR 3M եւ այլն ֆիրմեր կան որ հատուկ իրանց ադգեզիվով իրանց ամենչով sense կպնում է բան չունեմ ասելու բայց մեկը ընդհանրապես կապնում է կլեյի հաշվին, այսպես զատակը մի փոքր հատված կա որ պահում է
Եվ երկրորդ հերթին ատամի մեծ մասը չէ, բայց էմալի մի մասը տաշվում է։ Դա էլ եմ ասում, ես հիմա կասեմ որպես վիրաբույժ եմ խոսում, որպես իմպլանտոլոգ եմ խոսում, բայց հիմնականում աղջիկների, աստղերի, երգիչների համար, որ օրինակ տղամարդուն քեզ Դավիթ ջան, չարժի էլի вообще։ Ոնց ասես, չեմ։ Չէ, էդի Ատամների սպիտակեցումը, գիտես, մի հատ հետաքրքիր բան եմ նկատել։ Լիքը մարդ գովազդում է ատամների սպիտակեցում, բայց երբ որ ասում ես ատամները սպիտակացնենք, ասում եմ, քեզ պետք է։ Հա, մենք կասես ինչի։ պրոստատիտի մասաժ պրոստատայի։ Չէ, լուրջ, ես եղել եմ ստոմատոլոգ ընկերներ սպիտակեցում, ասում եմ, ախպեր գամ սպիտակեցում անենք բան sense, բայց քեզ պետք է սպիտակեցում։ Որովհետև ինչպես շատ ընդունված դեղորայքների մեջ, դրա մեջ ավելի շատ վնաս կա, քան օգուտ կա։ Ատամները սպիտակա, բայց էմալը բարակա չէ։ Այո, սկսում է այդ, հա, կան էլի լավ նյութեր, մեր հարգելի գոլեգաները կասեն Ֆիլիպ Զումի մասին տենց բան չասես, չգիտեմ եւ այլն, բայց անկախ ամեն ինչից պետք է այդ կոլան, չայ, կոֆե եւ այլն սահմանափակես կամ ընդհանրապես չխմես 1 տարի հետո այդ անցնելու այն որ էլի պետք է գաս ինչ նարկոտիկի նման մի բան, էլի պետք է գաս սպիտակացնես, ընդհանրապես կարելի է ճիշտ կա անել ու վсё։ Ատամի մածուկներից ո՞րն են ձեր տունը օգտագործում։ Արխային գովազդի, հա։ Լուրջ հետաքրքիր է։ Դե որ տենց է ես ասեմ, բայց вообще կապ չունեմ իրանց հետ, պարադոնտաքսն եմ օգտագործում։ Ամեն օր։ Հա, իսկ չէ, այդ առվում չեմ ասում։ Առավոտ եւ երեկո։ Բանը, դե մեծ հարց կա, որ ասում են պարադոնտաքսը ու տենց լավ տենց գիգիենիչսկի բաներ պետք է շաբաթ 2-3 անգամ իրաց կիրառել, մյուս ատամ, մյուս ատամ։ Հա, պետք է չրիդավաց անել, այո, կա տենց բան, ես դե հիմա լնդերին, ես էլ եմ ասում, լինդը շատ կարեւոր է, այդ պարադոնտը պահող ատամը, պահող շատ կարեւոր է, որ ատամները սկսում են արոնահոսել, լնդերը սկսում են արոնահոսել, շատ կարեւոր է, որ այդ դրան ամենամեծ ուշադրությունը դարձնել։ Ավելի քիչ օգտագործել այդ սպիտակեցնող էլի, ապեստիկի այդ պաստաները, որոնք որ նույնպես կիրառում են իրանց։ Սպլատ եմ առնում։ Լավն է։ Okay։ Իսկ այդ լնդերից առնասությունը, օրինակ իմ մոտ էլ ալում, մեկ-մեկ որ ասես լավ բանում եմ, քիչ ոգի մարդ գալու։ Զուբաչիստկաներից հրաժարվում ենք, բոլորս թելերով ենք օգտագործում, մաքրում ենք արանքները։ Այո, որ շատ են ասում օրինակ հացուդելուց մի անգամից, այո, թելը դրած է, գնացիր բաղնիկ տուալետ, մի հատ հարեցիր եկա։ Գիտես ինչի նման կլինի, որ ամեն սեքսից հետո դի լողանը, մտա դիվաներ կա, սեքսից հետո բանս կարմերում կեղտա հավաքվում, ասում ապա ուրիշ մարդու մեջ էր մտա դու սեկ ինչի ուս։ Վայ, Դավիթ ջան։ Դի լողանս որ ամեն ինչ անց։ Էս բանարեցին լավ։ Դե նույնն ասի կատամնետ կեղտա բարձր որ հաց ես ուտում, միս ես ուտում բանս անում։ Ֆլոսոնը միշտ ավտոյից մեջ է իմը։ Դա զուբաչիստկաներից միշտ ամենավատ բանն է, մեր ստոմատոլոգի, այն ժլատ ստոմատոլոգի քիփընկերն է, էլի, ասենց որ, արա, էս այդ ատամը կանեմ իմպլանտ կդնեմ։ Արտուր ջան, նապասլեդեք 3 գիրք որ խորհուրդ կտաս կարդան մեր։ Ասեիր էդի ես կա բանոն եմ, էլի, չգիտեմ ես հիմա 3 գիրք։ Ըստ կարևորության թե կապ չունի։ Ձեր ճաշակը։ Լե Աստվածաշունչ է, ես կառաջարկեմ, որ մենք կարդանք նոր կտակարանը, իդեպ այսքան խոսում ենք, բայց Աստծոց երբևիցե չենք խոսում, մի հատ հասկանանք ինչ է Աստվածաշունչը, որ կստացի որ դու Դավիթ ջան բուդդիզմից խոսացիր, ես կարծում եմ դա մի քիչ սխալ ռելիգիա է, իմ կարծիքով։ Ինչի՞ հա, ինդիվիդուալ է դրա համար։ Անհատի։ Բուդդիզմը ինքը ռելիգիա չի, փիլիսոփայություն է ինքը, էլի։ Չէ, բուդդիզմը ինքը ոնց բացատրեմ։ Նախ ես քրիստոնյա առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց հա։ Ասացի ասում չէ։ Բուդդիզմը ինքը։ Չէ, ես էլ իհարկե մենք Բուդդիզմը ինքը կրոն չի, իրենք կրոնական չեն համարում։ Իրենք փիլիսոփայություն է։ Փիլիսոփայություն ինդիվիդուի մասին, այսինքն քո դու բուդդիզմի հիմնական գաղափարներն է, որ գոյություն չունի ոչ վերև, ոչ ներքև, կաս դու քո մեջը։ Էդ է իրական։ Բայց ես չկան գիտեմ, իրանք Բուդդան իրանց Աստվածն է։ Չէ, Բուդդան իրանց Աստվածը չի։ Բուդդա եղել է մի քանի հատ։ Առաջի Բուդդանում, որ դուք տենում եք Նիհար նստած, Սիդդհարթա Գաուտաման է եղել։ Սիդդհարթա Գաուտաման եղել է պրինց, ով որ եկել է հոգու հանգստության այդ նիրվանա կոչվածին, մեդիտացիաների, շքեղ կյանքից հրաժարվելու եւ այլն, էլի, այդ գաղափարն է։
Իսկ ինչ վերաբերվում այն ինչ որ Բուդան երբեք Աստծո մասին, այնտեղ Աստծո մասին խոսք չկա բուդդիզմի մեջ։ Okay, ես ուրեմն այդպես խորացված չեմ։ Հա, ինքը Աստծո ինքը փիլիսոփայություն է, բուդդիստը դաժե ցած մի հատ բան կար, որ կան Չինացիք դրա մասին գիտեն։ Հա, իրանք գիտեն, իրանք պաշտոնմունք չեն, իրանք այդ մեդիտացիան Չնայած չինացի լիքը քրիստոնյա կա, չէ՞։ Հա, մուսուլման է կալ։ Մուսուլման, որ իրանք լավ էլ Չինաստանում նեղում են, ույգուրները ոնց որ, հա, Չինաստանում իրանք հարավում են, ապրում, դες լավ նեղում են։ Երկրորդ գիրքը։ Աստվածաշնչի մասին մի բան էլ ասեմ, sense փոքրիկ։ Սիրածը տողը ո՞րն է։ Ո՞, այնքան տողեր կան, ես ո՞ր մեկը ասեմ հիմա։ Երևի թե այն որ գներիր իրենց քանզի չգիտեին ինչ են անում։ Այդ Ղուկասի գրքում, հա, շատերը կան, բայց բերեք մի բան հասկանանք, Ժողովուրդ ջան, որ շատեր ունեն դժվարություններ, այս կյանքում խնդիրներ եւ այլն։ Հիսուսը մեր համար մի հատ գիրք է դրել, որը կոչվում է կտակ։ Կտակ, Զավետ։ Իրա կտակն է։ Թե ինչպես ապրել, ինչ անել, ոնց լինել եւ այլն։ Ես հենց այդ ասում Այդ այն շատ օգնում։ Ինձ որ ասում քրիստոնեությունը հասկանալու համար պետք չի սա Աստվածաշունչը կարդալ, եթե միտք ունես։ Վերցնում ես նոր կտակարանը Մատթեոսի գլուխը ու կարդում ես Սարի վրի քարոզը Քրիստոսի։ Սարի վրի քարոզում կա բոլոր քրիստոնեական գաղափարները, բոլոր ամբողջ քրիստոնեության իմաստը այդ երկու գլխում է, երկու մասից է, չէ, 5-րդ ու 6-րդ գլուխ։ Բայց ավելի լավ սա կարդաս։ Հա, սա կարդաս, բայց մանավանդ աուդիոկնիգաներ կան, որ շատ հեշտ են։ Մատթեոսի 5-րդ ու 6-րդ գլուխը ծերից ծեր նվիրված է Սարի վրի քարոզին, որ Քրիստոսը Սարի վրա բանանում, ու այնտեղ ամեն ինչը կա, հա։ Երանի սքավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, Երանի հոգով աղքատներին, որովհետև կգնան, այո, այն հարուստները ու մի Աստվածաշնչի ամենակարևոր աղոթքը հենց այդտեղն է հայրմերը, Քրիստոսն ասում է ոնց աղոթենք, ասում մի հատ աղոթք կա, որ դες պետք է այդ հայրմերն է։ Բայց այդ կարևորը այդ ամեն ինչը հոգով ասես, այդ ամեն ինչը ոչ թե ինչ որ նայզուստ անես, ասես։ Այդ շատ կարևոր բան է քրիստոնեական գաղափարախոսության վերաիմաստավորում շատ-շատերն են արել, նույն Բուլգակովը, նույն բանը իրանք այդ վերաիմաստավորում օրինակ Բուլգակովի Մաստեր Մարգարիտան ես ես վերջերս կներես, եթե ժամանակ ունենք ասեմ, ես ես վերջերս եւս մեկ անգամ, կստացի աղջիկս այդ 15 տարեկան աղջիկս ասեց ուզում եմ, նստեցինք նայեցինք Բասիլաշվիլի այն սերիալը, շատ լավն է։ Ավելի լավն է, քան թազա կինոն։ Դե այնիկ թազա կինոն վրաց այդ Բասիլաշվիլի նկարածը ինքը ծերից ծեր գրքի գիրքն է գնում։ Ինքը ոչ մի վերաիմաստանում չի, ինքը գրքի տեքստն է, վերցրել սովորել, շատ լավն է, հա։ Շատ Մաստերի դերասանը вообще ուժեղա, ինքը Վոլանդը вообще դե Բասիլաշվիլին ես նոր վախենալու սատանա է ինքը։ Նորովի եմ բացահայտել Բասիլաշվիլին այդ կինոյի մեջ, չնայած դա ինքը մեծ բան է, բայց ինչ եմ ուզում ասեմ, եւս մեկ անգամ Աստվածաշունչը sense Ղուկասն եմ նայում, Մատթեյը եւ այլն կարդում եմ։ Ոչ իմ եւս մեկ անգամ նայելուց Մաստեր Մարգարիտան հասկացա, որ մի քիչ ինքը ոնց որ հերոսացնում է սատանուն այդ կինոյի մեջ։ Չի հերոսացնում սատանուն։ Բուլգակովը կներես էլի որ ընդհանրապես Բուլգակովը ինքը ինչ միտք ուներ էլի ինքը ուզում էր գրեր ինչ կլինի սատանայի հետ, եթե ինքը հայտնվի հիմիկվա Մոսկվայում։ Գրքի սկզբնական անունը եղել է Voland его свита։ Հենց տենց հաուզեց է գրի։ Ասում է люди не меняются, меняются только квартирные вопросы их испортил։ Այդ բանը ու ինքը դա ուզում ցույց տա, հետո գալիս է Եշուա Գանոցրի գիծը, դա Հիսուս Քրիստոսի մարդ տեսակն է։ Այսինքն երբ որ Քրիստոսը մարդ կլներ, ես տենց եմ իրան հասկանում, էլի, ոնց է ինքը օրինակ ու դա շատ հետաքրքիր էր, դες մենք Աստվածաշունչը կարդում ենք միշտ Պիղատոսին, ես իմ ձեռները լվում եմ, այս մարդն արդար է, բայց ինքը արդար մարդուն խաչեց։ Ու ինչ էր զգում Պիղատոսը, այդ իր մեջի այդ ապրումները բան, Բուլգակովը շատ լավ է նկարել, մեղավոր դատավորի կերպարը, էլի շատ լավ է նկարել, ու ամենաանհետաքրքիրը թե Մաստերի ու Մարգարիտայի գիծն է, որ ասած առաջ տալով ես ուզում նա։ Իսկականից այն իրանց լիրիչսկի պահը։ Շատ ուսից առաջ տեսածին, որովհետեւ գիրքը կարդալուց ես կարդում ես շատ հետաքրքիր է Վոլանդը Մոսկվայում է ու էլի Մարգարիտան ու Մաստերը։ Ամեն անգամ կարդում եմ Մաստեր Մարգարիտան, կստացի երկրորդ գիրքը Մաստեր Մարգարիտան։ Մենդ արկելված էր իրան ասել է, որովհետեւ շատ են ասում, բայց գիտես խի քեզ արկելված չի, որովհետեւ դու ռեալ կարդացել ես, պրոստը մարդիկ կան մտածում են ինչ-որ Մաստեր Մարգարիտան, ես իրան ընկալում եմ, տարբեր ձև կարաս ընկալ, ինքը որպես թույն ուժաստիկ, թույն կոմեդիայի գիրք, թույն բան, էլի, փիլիսոփայություն։ Մարդիկ որ չեն կարդացել, մտածում են
Սա ինչ-որ բան է, էլի։ Դե մամաս ռուսաց լեզվի լիտերատուրա ինձ դասավանդել է, ես դժվար չկա, թե բայց էլ եմ ասում, ամեն անգամ իրան մի հատ նորովի ձևով ես իրան ընկալում, նոր ձև ես պատկերացնում, Մասարի Մարգարիտան, դե պրոստը միշտ ինձ կներես աբլոմա արել, որ Բուլգակովը նարկոման է եղել։ Դե նարկոման է եղել։ Բուլգակովը 13 տարի ապրած իրականացում մի օրում ասում է ստեյցություն դու ինձ էլ պետք չես գնում հազական դեպի ապրել։ Չնայած այն ժամանակ ասում են այդ մորֆինը ազատ էր մի քիչ։ Հանճարներին պետք չի քննադատել։ Ես օրինակ Շարլ Ազնավուրի մասին էս կինո որ հազանկարել էի, նայեցի ու ավելավա չնայեի։ Այս չեմ նայել։ Չնայես։ Եթե Շարլ Ազնավուրը մեր համար թողնի բարի պապիկ լեգենդար երգիչ։ Okay։ Ավելի լավ լուրջ եմ ասում, դες ասացիր ավելի ուզեցա նայեմ։ Հա, նույնը ես վերջից Վազգեն Սարգսյանի մասին կինո նկարել։ Ֆլաբը։ Հա, էլի դու նկարում ես հայոց պատմության վերջի սպարապետի մասին կինո, մարդը ով որ իմ համար մի պիտի ստալոմա Տիգրան Մեծի Վարդան Մամիկոնյա, ես այսքան չեմ չափազանցնում։ Վազգեն Սարգսյանն էս ազգի համար արել է, այնքան ինչքան Վարդան Մամիկոնյանը, ինչքան արել են շատ-շատերը ու կարող է նաև ավելի շատ արել ու մենք պատմություն ես դու մի Պակալենիային հիշում ես միշտ ասում են Վազգեն ումբռնմա տանմա բանակ եւ այլև այն ժամանակները ինչքան փնովում ենք ինչքան քննադատում ենք բայց շատ ճիշտ ես ասում հիմա մենք վերջերս Լևոն Հարությունյանի հետ մեր սիրված դերասանի հետ հարցազրույց արեցինք ու նույն ձև այդ հարցը քննարկեցինք ասում էր ենթադրաբար կինոշնիկները կասեին փողը քիչ էր դրա համար էլ սենց ստացվեց եւ այլն բայց իդեային է կարելի էր մի քիչ ավելի լիքը լեգենդար կինոներ կան ու շատ քիչ փողով է նկարել այո Հենց Մասարը Մարգարիտ առանձնապես որ նայում ես այնտեղ գրաֆիկ բան գոյություն չունի հետո եթե նկարում ես ու դու զգում ես դու քիչ փող ունես այդ կինոն նկարելու ավելի լավ չնկարես ես հենց մի հատ բան կա Звездный войны-ին 4-ը 5-ը 6-ը ավելի շուտ է դուս եկի քան 1-2-3 որտեղ 1-2-3-ի էֆեկտները ավելի ուժեղ էին Ջորջ Լուկասը 20 տարի սպասել է մինչև սպեց էֆեկտները հասնեն մակարդակին նոր իր սագայի սկիզբն է նկարել ու այդ հերթականությունը տենց է գնում 4-րդ, 5-րդ, 6-րդ կինո նկարվել է 77, 80, 83-ի առաջի երկրորդ երրորդ մասերը 2000, 2003, 2006-ին Ես միշտ ինձ ասում եմ Լևոնն էլ հարցնում ասում նյուժելի մենք չենք կարողանում մի հատ տենց լավ փող հավաքենք թերևս Քրքրյանը Promise-ը փորձեց անել մի բավական շատ փող ծախսեց Չէ, բայց Promise-ն էլ էլի բանով գնաց մեր հայերս քիչ են գնում նային շատ լավ կինո է Promise-ը Հա ես էլ եմ հավանում բայց էլի մի քիչ մասշտաբնի կինոն որ նկարեցի լավ էլ մասշտաբնի լավ կինո էր Նժդեն Հա բայց այնտեղ ինչ-որ տեսարաններ ես չտեսա տենց որ բատալյանների հա ինչ-որ վիճակներ Վիլյամ Վոլսի չգիտեմ բանը չէր էլի այսպես կինոն չէր որ ասես գնաց բանան ձիուրը հա չինացին նստի այդ կինոն նայել Չէ բայց Վազգեն Սարգսյանը ասում է մեր հայոց պատմության մեջ այնքան կարևոր մարդ է ինչքան են Մխիտար Սպարապետը Վարդան Մամիկոնյանում բոլոր մարդկանց մասին ում անունը կարանք տանք ասենք լեգենդար նույնը բանակա կառուցը պրոֆեսիոնալ 20-րդ դարի վերջին 21-րդ դարի սկզբին համապատասխան Վերջի անձնեվերաբար հայ է եղել մենք այս շատ մեծ դրա կարիք ունենք հայի եւ տենց որ շարունակենք լավ չի լինի եւ վերջի գիրքը որ կասեմ երևի Նարդոսի մահը սենց մի հատ գիրք է հետարքի Շախյանին հիշում եմ շատ բան ինչ-որ տպավորվել են պսիխոլոգիչի հայկական ինչ-որ թրիլերներ կամ ինչ-որ Նարդոսը ունի այդ ունիկալ բանը որ հայկական ոնց ասեմ Նարդոսը ցույց է տալիս ոչ թե ռազմական, ոչ հայտնի մարդկանց, ոչ բան։ Կերպարներ ու իր կողքը ինչ էր կատարվում Հայաստանում, հա, ինքը ու բավականին sense հորինված ինչ որ կերպարներ են ու իրանց Մարկոս Աղալիմյանն է ինչ չթվում է եղել է քաոսի, բայց այդ առումով բայց իհարկե շատ գրքեր կարելի է կարդալ։ Առաջինը համար մեկը միանշանակ է Աստվածաշունչն է։ Ուզում որպեսի բոլորս կարդանք, լսենք ու այդպեսի լինենք սիրով, բարի միմյանց նկատմամբ։ Աստվածաշնչում ես շատ եմ սիրում Կորինթացիների առաջի գլխի 13-րդ բանը, Սիրո քարոզի մասին, որ ասում է, եթե դաժե սաղ աշխարհի լեզուներով խոսեմ, սաղ ասում ոնց է ասում, եթե դաժե սաղ աշխարհների լեզուներով խոսեմ, բայց մեջ սեր ունեմ, ես կլինեմ ձայն հանող պղինձ։ Այսինքն դու դատարկա բան կլնես։ Չեմ հիշում այդ մոտարապես, բայց այս սերն է հենց ինչ Աստվածաշունչը դա փոխհարաբերություն, մարդկային փոխհարաբերություններն են ամենակարևորը, որ մենք ըստ մյուսին քիչ սիգնալ տանք, չգիտեմ, քիչ սիրով վերաբերվենք, ով ուզում է լինի, մենք իրար սիրենք այդ կամ բան։ Դե վсё, Ժորժ ջան, լավ մնացեք, пока։